Գենոֆոնդով հայերը հաղորդաշարի շրջանակներում բալետի արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Աննա Ռաշիդի Կարապետյանի հյուրը նկարիչ եւ քանդակագործ Տիգրան Հովմյանն է։ Ոգեշնչվելով մորեղբոր ճարտարապետ, նկարիչ եւ քանդակագործ Ալբերտ Սոխիկյանի ստեղծագործական ճանապարհով Տիգրան Հովմյանը որոշում է շարունակել նրա գործը, ընտրելով նկարչությունն ու քանդակագործությունը։ Տիգրան Հովմյանի ստեղծագործական ուղին անցնում է Հայաստանի եւ Սփյուռքի միջև, տարբեր միջավայրերում եւ մշակույթներում, բայց նույն արմատից սնվելով։ Այսօր նրա աշխատանքները ցույց են տալիս, թե ինչպես կարող է արվեստը դառնալ հայրենիքի հետ կապը պահպանելու, հայկական մշակույթը ներկայացնելու եւ սերունդների միջև ստեղծագործական ժառանգությունը փոխանցելու ճանապարհ։ Բարև ձեզ ելակետի սիրելի հետևորդներ, այսօր մենք գտնվում ենք Գլենդել քաղաքի Սուրբ Մայրամ առաքելական եկեղեցում։ Եկեղեցում կա մի փոքրիկ գողտրիկ անկյուն, փոքրիկ արվեստանոց, որտեղ գործում է մի համեստ, տաղանդավոր նկարիչ եւ քանդակագործ։ Մարդ, որը մեծ սրտով եւ մեծ ոգևորությամբ ցույց է տալիս իր ստեղծագործական աշխատանքները։ Մենք զրուցելու ենք Հովմյան Տիգրանի հետ։ Բարև սիրելի Տիգրան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ Աննա Ռաշիդովնա, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Նախ շնորհակալ եմ, որ մեզ ընդունեցիք ձեր կյանքի այն փոքրիկ հատվածը, որտեղ դուք մեծ ներդրում եք կատարում, հոգևոր եւ լուսավոր եւ մարդկության համար շատ կարեւոր աշխատանքներ։ Ես ուզեմ, որ դուք պատմեք ձեր անցյալից եկած ձեր գենետիկ ուժի մասին։ Ես կցանկանամ, որ պատմեք ումից եք ժառանգել եւ ինչպես եք կրթվել եւ ընդհանրապես լինում է, չէ՞, որ մարդիկ իրենց առաջին կրթությունը իրենց իսկ ընտանիքից են ստանում, պատմեք ամեն ինչի մասին։ Ճիշտ եք, կարևոր է ընտանիքի դիրքորոշումը երեխայի ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Արվեստասեր ընտանիք էր մերը եւ հայրս նկարում էր, մայրս սիրում էր արվեստը, իսկ մորեղբայրս Ալբերտ Սոխիկյանը հենց նկարիչ էր եւ ճարտարապետ եւ ունիկալ մի անձնավորություն, ես իրան անվանում եի վերածննդի մարդ, որտեղ ինքը իրանով ասես դպրոց էր, որ ինքը իր ոճը եւ իր դրվածքը ուներ, տեղ ուներ արվեստի մեջ եւ նա չափազանց սիրված էր բոլորի կողմից։ Կարծես ամբիոնի վարիչ էր, չէ՞, ղեկավարում էր մեծ ամբիոնը։ Ճարտարապետական ինստիտուտի գծանկարի եւ գունանկարի ամբիոնի վարիչն էր։ 90-ականների սկզբին 91-ից 6 թվերը Երևանի գլխավոր նկարիչն էր։ Եվ այդ ընթացքում էլ հենց իրեն հանձնարարվեց Երևանի գերբը կատարել անմիջապես հենց իրան։ Եվ հիշում եմ այդ ժամանակ ես ուսանող էի, գերբը զուտ գծանկարային եւ այդ տեսքով պատրաստված գերբը ինձ ասեց սրա հարթականդակը պետք է անենք։ Ես ուսանող մեծ պատասխանատվություն մեծ ուրախությամբ, իհարկե կանեմ։ Փաստորեն նկարից ես պատրաստեցի մոդելը, հիմա Երևանի պատմության թանգարանում այդ գիպսե մոդելը։ Այո։ Երևանի գերբի բարելիեֆային առաջին մոդելը իմ ձեռքով է պատրաստվել, իհարկե իր համատեղ հսկողությամբ։ Այն հիմա Երևանի պատմության թանգարանում է պահպանվում։ Ձեր մորեղբայրը ինչ ճակատագրական լուրջ ներդրում ունեցավ ձեր մտավոր հոգևոր կյանքի մեջ, չէ՞։ Որպես ուսուցիչ, չէ՞, սկզբում հանդերձ եկավ ձեզ համար։ Հենց սկզբում ասեմ, չափազանց շատ էի սիրում իրան, չափազանց, որ դրա պատճառով դառա նկարիչ։ Շատ ուրախացա։ Հետաքրքիր է, մտքերն եք սիրում, նկարները, ստեղծագործական աշխարհը, թե յուրօրինակ, ասենք միգուցե հետաքրքիր, սենց զվարճալի մարդ էր։ Այո, զվարճալի մարդ էր, սենց ոցավառվող մարդ էր, ինքը իրանով սենց ուղակի կենտրոն էր։ Եվ թորները բոլորը սիրում էին իրան, բայց ես մենակ նկարիչ դառա։ Եվ հիշում եմ բոլորին, երբ որ նկարում էր, ամեն մեկի այդ թորներիցս, տատիս թորներն էին։ Մեկին մի ձևի, մյուսին մի ձևի, իմ նկարը, որ հիմա մամայի մոտ է պահպանվում, պատկերում է մի մանուկի, որը սենց խելոք նստած է, որտեվ այդ արարողությունը չափազանց կարևոր է իմ համար։ Ամեն վայրկյանը որսում է, թե ինքը ոնց է նկարում այդ պահը, ու իմ համար այդ շատ կարևոր էր։ Եվ մտածում եմ, կգա մի օր, որ ես էլ պիտի նկարեմ, դե իհարկե այդ օրը եկավ։ Այո։
Այդ օր եկավ եւ շատ ավելի մեծ գործեր եք անում, բայց համեստորեն լռում եք։ Ես կարծում եմ, որ բարբերաբար հենց այս հաղորդումը Գենոֆոնդով հայերը հաղորդաշարը մարդկանց լուսաբանումն է, այն գենետիկ ուժի լուսաբանումն է, որը ի վերուստ տրվում է մեզ բոլորիս, բայց նաև չենք կարողանում հասկանալ որտեղից, բայց այդ ուժը մի տեսակ գերբնական է, ինքը իր պտուղներն է ունենում։ Այստեղ գործում եք, արարում եք, ես կուզեի անպայման խոսեք այս եկեղեցու այն մեծ աշխատանքների մասին, որը դուք կատարել եք շատ կարճ ժամանակահատվածում եւ քանի որ այս Սուրբ Մարիամ եկեղեցին հաճախ եմ ես այցելում, արդեն 4 տարի է ինչ ապրում եմ Լոս Անջելեսում, ես վերջերս տեսնում եի անդադար շինարարական աշխատանքներ, բայց նոր տեղեկացա, որ այսպիսի մեծ տիտանական աշխատանք եք տանում, այս ահռելի մեծ նկարները, այս ամբողջ եկեղեցու առաստաղը, որ նկարված է ձեր կողմից եւ երբ գիտակցականդ գալիս է ավելի առաջ, հասկանում ես, թե սա ինչ բարդ եւ դժվարին աշխատանք է, որ կատարել եք։ Եկեղեցուց շնորհակալ եմ, որ վստահեցին այդ աշխատանքները ինձ։ Անմիջապես, երբ որ հանդիպեցինք, տեսան նկարներս, որը արվում էր Սան Դիեգոյի եկեղեցու համար, որոշեցին, որ պետքա ինձ հետ համագործակցեն։ Թեմատիկան ասեցին, խնդրեցին, որ այդ թեմաներով էսքիզներ արվի, եւ էսքիզները, երբ որ արեցի, անմիջապես Թորգոմ Սրբազանի հետ կոմիսիա կազմեցինք, նայեցինք էսքիզները, որոշվեց, որ պետքա արվի, եւ հոգապարտությունների խորհուրդը ինձ թեթև մի հարց տվեց, որ արդյոք ունեմ մոնումենտալ աշխատանքի փորձ կամ պրակտիկա ունեմ, թե ոչ։ Դե ես ցույց տվեցի, որ Երևան պատմության թանգարանի պանոներն եմ արել, որը 1 մետրից ավել եւ 16 մետր երկարություն ունեցող պանոներ են։ Այդ հոգաբարձուներից մեկը ասեց. «Օ, հա, դու ես արել, ես տեսել եմ, հիանալի, ես տալիս եմ»։ Մի խոսքով անմիջապես համաձայնվեցին։ Ու դրանից հետո ժամկետները պայմանավորվեցինք, աշխատանքի անվտանգությունը ապահովեցին, ես սկսեցի աշխատել եւ այդ մասշտաբի աշխատանքի համար բավականին կարճ ժամանակում բավականին հաջող ստացվեց։ Աստիճանները երբ որ քանդեցինք, քանի որ չէր երևում, քանի աստիճանը վերևն էր, վերևի պատկերը չէր երևում, Հիսուսի պատկերը չէր երևում, երբ որ քանդեցինք, նոր հասկացա, որ ստացվել է եւ ներքուս շատ ուրախ էի։ Հետո արդեն մարդկանց ռեակցիան որ տեսնում ես, հասկանում ես, որ իրոք մեծ աշխատանք կատարել։ Ճիշտ ճանապարհի վրա, ճիշտ ավարտին է հասցվել։ Տեսեք, ինձ մի բան է հետաքրքիր, ես հաճախ որպես բարուհի շրջագայել եմ երկար տարիներ, թե Իտալիա եւ մյուս եվրոպական երկրներ հիմնականում այնտեղի եկեղեցիները ունեն այդպիսի, չէ, որ նկարիչները առաստաղների վրա նկարում են եւ մենք զմայլվում ենք նրանց այդ գեղեցիկ աշխատանքով։ Միշտ Եվրոպայում եկեղեցում առաստաղների վրա ես տեսնում այն հոգուտ ասելիքը, որտեղ կարող ես խոսել եւ հաղորդակցվել։ Բայց մեր հայ առաքելական եկեղեցին հաճախ չունի այդ առաստաղի վրա նկարները, ազգային համեստություն է կամ միգուցե ազգային խորհրդավորություն է, միգուցե ինչ որ բաներ, որ ունեցել ենք հոգեպես դժվարություններ չենք ունեցել այդ լուսավոր անկյունները եւ առաջին անգամ տեսա, որ այս եկեղեցական պատկերները շատ ավելի գունագեղ գույների մեջ էին, որը իմ հոգին ավելի լուսավորեց, դրա համար էլ արագ քայլում եմ այս եկեղեցի հաճախ, խոսում եմ եւ ստանում եմ այն հոգեվոր սնունդը, ինչ ինձ անհրաժեշտ է։ Կուզեի դրա մասին խոսեիք, դա ինչ որ հատուկ մտածված էր, թե խնդրանք եղավ, որ ուրախ լինի ամեն ինչը եւ որը համապատասխանեց իմ մտահղացման հետ եւ ես ինքս ուրախ եի, որ կարող եմ հենց այդ ոճով նկարազարդել առաստաղը պատերը։ Կոմպոզիցիան շատ ճիշտ է ընտրված, որտեղ 4 սյուներ օգտագործվեց, որոնց վրա կանգնեցին 4 ավետարանիչները, որոնք հենց քրիստոնեության հիմքն են։ Մյուս պատին տիրամայրն է, հրեշտակապետերը եւ հրեշտակները, դիմացի պատին խորհրդավոր ընթրիքն է, որը էլի յուրօրինակ մտահղացման արվել եւ ամենավերևում Հիսուսի ոսկիների մեջ պատկերն է, որը բոլորին բարուրում է իր բարության եւ անսահման սիրո այդ զգացումի մեջ։ Վերջի նկարները հատկապես որ դրվեցին, ներսի նկարները, տեսնում ես մարդիկ պարզապես երկար նայելուց հետո աչքերը փակում են եւ ուզում են տեսնել պատկերը։ Առանց նայելու հաղորդակցվում են։ Սա արդեն
սովորական զգացում չի, որտեղ նկարիչը սովորաբար նկարում է, սա վիզուալ արտ է, պետք է նայես, որ ընկալես, բայց այդտեղ դու տեսնում ես, որ ինքը ուղղակի փակել է աչքերը եւ ենթագիտակցորեն հաղորդակցվում է նկարի հետ, սա նոր եմ հայտնաբերել ոնց որ իմ համար, որտեղ ասես ինքը տեսնում է այն պահը, որը ես տեսել եմ մինչև նկարելը, ուստեղ մենք իրար հետ հաղորդակցվում է, փաստորեն նկարիչ եւ առանց նայելու ուղղակի մտնում է բանի մեջ այդ հետաքրքիր է, շատ զարմանալի զգացողություն։ Չէ, մեկ լինում է, չէ, որ պատկերներ ասում են երկար նայում ես պատկերին, աչքերդ փակեր եւ կզգաս այդ պատկերի հոգեվիճակը, միգուցե նաեւ այդ պատմությունը ինչու՞ չէ։ Ես գիտեք ինչ նկատեցի, երբ որ հետևողական նայում է այդ առաստաղի պատկերը, դա Հիսուսի ճաշկերույթներ, ես տեսա այստեղ մի հատված, որտեղ չգիտեմ, դա ձեր մեկնաբանումն էր, որտեղ մեր տանն էլ ունենք եւ շատ կան խորթավոր ընթրիքի մասին։ Ես տեսա, որ կարծես Հուդայի արմունկով այսպես ինչ որ հրում էր եւ գինին թափված էր, սա ձեր մտաղացումներ, թե ուրիշ ինչ որ տեղից զգացել եք։ Ամբողջությամբ մտաղացումը իմն է, որտեղ կերպարները, կոմպոզիցիոն կառուցվածքը, իսկ այդ որ դուք նկատել եք, իրապես երբ որ Հիսուսն ասում է խմեք գինին, այդ մարունն է, Հուդան մերժում է եւ իր այությամբ ինքը փաստորեն իրականում մերժում է եւ այդ ձեռքը որ պարզել է բացում է ու ասում է ես չեմ, ես ազնիվ եմ եւ այլն խափեբայի կերպարն է եւ այո ճիշտ է շատ գեղեցիկ էր այդ գինու հատվածը թափվելու եւ բան փաստորեն ամեն ինչ մտածված էր բայց մինչ մեր հաղորդումը երբ որ մենք զրուցեցինք բնականաբար շատ բաների մասին չէի կարող տեղեկացված լինել բայց ինձ նաեւ շատ հետաքրքրեց այն գաղափարը որ դուք ամեն դեպքում Հիսուսի աչքերի մեջ անդրադարձ եք ունեցել գրել Հիսուս, դուք ինձ ցույց տվեցիք ինչ միտք էր, որ առաջացավ ձեր մեջ եւ ինչ խորհրդանիշ էր դա ձեզ համար։ Նրա աչքի փայլերը հայկական տառերով գրված եսը, քսը տառերն են, որ հենց աչքի զուտ բիբի մեջ այդ փայլն է, որ զուտ հերվից չի երևում, բայց կա, երբ որ մոտենում ես իրան, դա կա։ Պարզապես կոդի նման մի բան էր, որ ուզում էիք անպայման ձեր հոգուց, ձեր մեջից որպես արտիստիկ բնույթի մի բան էր դա, էլի եւ նաեւ հոգեվոր։ Այո, քո մի բանն ես դնում, որ մենակ դու ես դա արել, ինչեւ քեզ չեն էլ արել։ Քան որ դուք նկարիչ եւ քանդակագործ եք, կապը ունենք հայրենիք եւ սփյուռք։ Ես կխնդրեի, որ անդրադառնաք նաեւ հայրենիքում կատարած ձեր մեծ աշխատանքների մասին, ինչպիսի քանդակներ ունեք, Վազգեն Սարգսյանի քանդակը ձեր քանդակն է եւ էլի դա ինչպես առաջարկ ունեցաք աշխատանքի համար։ Երևանում ունեմ քանդակներ ունեմ տեղադրված կիսանդրիներ, զինվորական ակադեմիայի Վազգեն Սարգսյանի կիսանդրինիմն է որ պատվիրատուն պաշտպանության նախարարությունն էր հետագայում 2007-ին էլի պատվել եղավ պաշտպանության նախարարության արդեն Վազգեն Սարգսյանի փողոցի քանդակի համար եւ հետագայում էլի Անդրանիկ Մարգարյանի իր դպրոցի դիմացնա կիսանդրին Կարլեն Եսայանի քանդակը իր անվան պոլիկլինիկայի բակում ունեմ քանդակներ ունեմ Մովսես Խորենացի մեդալ ունեմ մշակույթի նախարարության ոսկե մեդալ որոնք տենց օգնեցին ստեղ էքստրաորդինարի վիզայի համար։ Քանի որ այս բանը խոսեցիք նաև հայրենիքում ստացած ձեր պարգևների մասին, անշուշտ դա շատ լավ է։ Հաճախ գիտեք բոլոր արվեստագետները, որոնք ինչ-ինչ պատճառներով հայրենիքից հեռու են այս պահին գտնվում, հայրենիքի որոշ մարդկանց կողմից նաև կարծես թե չեն ընդունվում, որ հեռացել են հայրենիքից։ Բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, որովհետև ցանկացած կայացած արվեստագետ, ցանկացած արտիստ, հայ արտիստ չի կարող անմասն մնալ նաև հայրենիքից դուրս ապրելու դեպքում օտար երկրներում, միևնույն է դուք ու հայեցի մի մասն ես թողնում, այսօր ոնց որ ես տեսնում եմ Լոս Անջելեսի հայ ազգի եւ երիտասարդության համար դուք մեծ աշխատանք եք կատարում, փաստորեն եւ հայրենիքում ունեցել եք եւ ունեք այսօր այդ ներդրումը Ինչ եք տեսնում այդ կապը, կարծում եք, որ էլի հետ կվերադառնաք կամ միգուցե էլի ինչ-որ գաղափարներ ունեք հայրենիքում դեր անավարտ գործեր ունեք, որ կուզեիք շարունակել։ Իհարկե դու հայրենիքի մի մասն ես, դա անբեկանելի ճշմարտություն է, բայց արդեն 7 տարի այստեղ եմ ապրում եւ հնարավորինս օգնում եմ
հայկական գաղութին, իմ աշխատանքներով, իմ նվիրվածությամբ եւ մարդիկ գնահատում են բավականին։ Դե մտածում եք հայեցի, նկարում եք հայեցի, ստեղծագործում եւ կրթում եք հայեցի, եւ սա մնայուն արժեք է, որը մնալու է բոլոր այստեղի երիտասարդ զավակների համար, այնպես որ ես կարծում եմ, որ որտեղ էր որ կա արվեստագետը չի կարող դոփել տեղում, ինչպես դուք շատ համեստորեն շարունակում եք եւ արարում եք այսօր։ Վերջին հաշվով արվեստագետի համար ամբողջ աշխարհը հայրենիք է։ Դու կարող ես ճանապարհորդել եւ քո ստացած կրթությունը, քո ազգի տված ժառանգությունը, այսպես ասած, քո մշակմամբ տարածել աշխարհով եւ ինչու՞ չէ դրանով էլ հենց օգնել ազգի բարձրացնել իր անունը։ Մենք ունենք տենց անհատներ, բազմիցս ունենք անհատներ, որոնք հենց դրսում են ստեղծագործել եւ փառավորել հայ ժողովրդին։ Համաձայն եմ ձեր ասացին եւ ես ինքս այս պահին գործում եւ արարում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց այո, հասկանում եմ եւ ջանում եմ այն գաղափարները, այն կոմիտասյան երաժշտություն, այն շունչը պարարվեստի միջոցով լուսաբանել այսօրվա այստեղի երեխաներին, որոնց դա շատ անհրաժեշտ է։ Այդ ոգին ամբողջ նայելով ձեր բարերին ես հիացած եմ, որտեղ մանկավարժների մեջ են լինում հանճարներ, հենց այդ կարևոր է միայն նկարիչը չի կամ երաժիշտը չի, հենց մանկավարժը ինքը հանճար եղա, որտեղ արդեն իր թողած ժառանգությունը այդ երեխեքը որ գալիս են, նա ամբողջ կյանքում պիտի տանի իր հետ եւ մասնիկները պիտի հիշի, դրվագներ, ոնց որ օրինակ ես էի հիշում, քերու ասենք դրվագ, այդ ամեն ուսուցիչ ամեն ինչ, շշմել Ինչպես մենք ենք հիշում մեր հրաշալի ուսուցիչներին, ժողովրդական արտիստներին, Վանուշ Խանոմիրյան, Տերեզա Գրիգորյան, մարդիկ, որոնք մեծ ավանդույթներ են ունեցել, մեծ արժեքներ են ներկայացել, այսօր ամենտեղ պատմում ես, մեկ-մեկ ասում են մարդիկ հավերժ չեն լինում, բայց մարդիկ լինում են հավերժ, երբ դու հիշում ես հավերժ նրան, սերունդից սերունդ հիշում ես հավերժ։ Եվ հիմա կուզեի որպես այսպես սերունդից սերունդ ասած հավերժության մասին խոսելով, քանի որ ձեր կինը Ռուզաննան նաև Գեղարվեստի ինստիտուտն է ավարտել եւ ես որքանով գիտեմ ինքն էլ ունի գենետիկ ուժ եւ կուզեի մի փոքր խոսեիք այդ քանդակագործի մասին, այդ հրաշք մարդու մասին, Արա Հարությունյանի մասին, որը մեծ ներդրում ունի մեր հայրենիքում։ Այո, կնոջս պապի եղբայրն է, ազգակցական կապ ունեն եւ իսկապես հայ ազգի լավագույն քանդակագործներից մեկն է եւ իմ դասախոսն էր ինստիտուտում մոտ 4 տարի դասախոսել այն եւ ինքն էլ հենց պատճառ դարձավ որ մենք հանդիպեցինք իրար որտեղ Ռոզաննային մեր կուրս վերեց մոտեցումը նկարելու տեսնի հետագայում ընդունվեց ճակատագրական ընտանեկան միություն է եղել արդեն 27 տարի է ամուսնացած ենք Մեծն արվեստագետը Մայր Հայաստան արձանի հեղինակն էր Մայր Հայաստան Կոմիտաս Սայատնովա հիանալի արձանը եւ հիանալի մանկավար եւ սերունդների կրթելու հարցում եւ ազնվորեն ընտրություն արել էր որքանով ես պատմությունը գիտեմ քանի որ Մայր Հայաստանը եթե հիշում եք ինքը շատ պատահական փողոցում է տեսել այդ աղջնակին եւ խնդրելա անգամ աղջնակը հիմա աղջնակ ասելով մեծ կին է պատմում էր թե ոնց վախեցել է որ թե ինչա ուզում այս մարդը իրենից ու հետո կերպարը գտնելու համար գիտեք ինչներ ինձ ավելի հետաքրքիր մեր նկարիչներ քանդակագործներ շատ ազնվորեն են գործել իրենց արվեստում, օրինակ ես մի դրվագ կհիշեմ, հորս Մարմինը քանդակել է Կարլեն Նուրիջանյանը, Վահագնի վիշապահեղտ արձանը, հայրիկիս Մարմնից է, բնորդն է եղել, Եվ հետաքրքիրն էր, որ Կարլեն Նուրիջանյանի հարազատ եղբայրը Պարիպետական անսամբլում էլի պարող է եղել, հաճախ եկել է նայել է համերգները եւ այլն, բայց ընտրությունը իր եղբորից չի կատարել, այսինքն նա էլ է պարող եղել, բայց ընտրել է Ռաշիդ Կարապետյանին, այսինքն երբ որ արտիստը լինում է չափազանց անկեղծ իր հանդեպ, հետո արդեն այդ ամեն արտահայտվում է նաև կտավների եւ քանդակների մեջ։ Հավատացեք, Նուրիջանյանը չի փնտրել այդ մկանուտ Մարմինը։ Նուրիջանյանը փնտրել է այն ոգին, որը պետք է խեղդեր այդ վիշապին ու գտել է հոր մեկ։
ճիշտն ասած չէի մտածել այդ հարցը, Այո, ես անկեղծ ասեմ, ես մտածում եմ, որ ինքը քանի որ մարմնամարզիկ էր, մենք մտածում ենք, որ տեսեք դուք քանդակագործի տեսանկյունից եք նայում, մենք որպես պարողի տեսանկյունից մտածում ենք, որ ինքը ատլետիկ մարմին ուներ եւ այդ մարմինն է տեսել։ Փաստորեն դուք այլ կերպ։ Իր շարժումը որ նայում ես այդ քանդակը ոնց արել, հենց այդ ձևի պիտի խեղտես, վիշապին ուրիշ ձև չի լինում։ Ու արել ու գտել է հենց այդ մարդու մեջ փաստորեն։ Հիմա նայեք, կուզեի շարունակել ձեր միտքը եւ այո, այսօր հայրս ողջ 87 տարեկան է, բայց բազմիցս անդրադարձել եմ դրան, ողնաշարի մեծ վնասվածքով, այլևս դուրս եկավ պարարվեստի ասպարեզից, բայց իսկապես երևի այդ մեծ ոգին է, որ իրեն ապրեցնում է մինչև այսօր այդ ծանր վնասվածքից հետո, որովհետև այդ մի տեսակ ուժ կար եւ այդ ուժը փոխանցում էր մեզ անդադար չլինել վերջինը, այլ լինել առաջինը գաղափարով։ Եվ այսպես քանի որ անցանք մի փոքր պարարվեստից, ուզում եմ անպայման նաեւ խոսեք ձեր զավակներից, Գայանեի մասին եւ ձեր տղայի մասին, արդյոք ուղղորդել եք նրանց արվեստի մեջ։ Կուզենայի, տղա Սահակին շատ լավ նկարում է եւ թվային նկարչության մեջ է շատ ուժեղ եւ ինձ թվում էր որ կընտրի այդ ուղղությունը, բայց հիմա ընդունվել է Պոլիտեխնիկ ինստիտուտ ստեղ Ամերիկայում, Փոմոնայում է սովորում եւ ընտրել է ռոբոտաշինությունը։ Եվ թվում է թե այս ինչ կապ կա բան, այնինչ հայրս Նայիրից գործարանի հենց այդ պրիբորների լավագույն մասնագետն է, որը մինչեւ հիմա 87 տարեկան է, բայց մինչև հիմա Իրան տարբեր բաներից կանչում են, որ այդ ապարատները սարքի եւ ինքը միշտ պահանջված է։ Եվ տղայիս որ տեսա այդ գործիքները ձեռին, մի անգամից հորս հիշեցի։ Գենետիկան, եղբայր ասում դու ինչի ընտրեցիր սա։ Ով քեզ հուշեց։ Նա արդեն 7 տարի է ոնց որ հեռացել է պապից, բայց ավտոմատ կերպով ոնց որ ընտրել։ Հիմա ասեք գենը դե կարևոր չի։ Գենը կարևոր է, միանշանակ ինքը գալիս է ակամայից չես հասկանում, բայց ինքը գալիս է, քեզ տանում է, առաջնորդում է այդ գենետիկ ուժն։ Ով իրան ընտրության այդ բանը տվեց, միանշանակ գնում ենք հենց այդտեղ։ Տեսեք, օրինակ Գայանեն պարարվեստով է զբաղվում, ես Գայանեի հետ շատ եմ աշխատում, արդեն շուրջ 7 տարի է, բեմադրություններ եմ անում եւ մեր պրոֆեսիոնալ պարային խմբի մեջ է Գայանեն իր նրբագեղությամբ, իր հրաշալի պարով, իսկ այդ պարը ինքներդ սիրել եք, որ տարել եք, չէ՞ որ ծնողից է գալ, շատ կան որ երեխաներ, որ սիրում են պարարվեստ, երգարվեստ, բայց ծնողը չի ուղղորդում երեխային եւ այդպես էլ մնում է այդ տաղանդը իրենց մեջ անլուծելի եւ հետո ցավալի։ Դուք եք ուղղորդել։ Միշտ խրախուսել ենք իրան արվեստի մեջ, ինչ ցանկություն ունեցել է, իսկ բարելը փոքրուց բան անդադ ինքը շարժման մեջ էր, անդադ տենց ենք հիշում, որ սեղանի վրա էր բարձրանում, մեր բարել, ինչ շարժումներ աներ, որ մենակ ինքներ այդ շարժումներ ան։ Եվ հետո արդեն երբ որ պրոֆեսիոնալ պարապմունքների եւ դասատուների մոտ գնաց, արդեն զգացինք, որ մարդը գեղեցիկ է ապարում շատ։ Բայց զուգահեռ սովորում էր նաեւ ամերիկյան համալսարանում Երևանի, ասես ոնց որ գիտեր, որ վաղը միսօր լինելու հայտնվելու Ամերիկայում։ Այո, կյանքը ամեն մարդու համար մի տեսակ ուղեկից է լինում։ Սա էլ դու բացի գենետիկայից Այստեղ էլ դու անզոր ես, կյանքը քեզ տանում է այնտեղ, որտեղ պետք է տանի, որտեղ դու պետք է արարես, որտեղ դու պետք է կրթես եւ երևի թե քո ներգործությունը թողնես այս աշխարհի այս մյուս հատվածում։ Այսպիսով ես անչափ շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի համար, շնորհակալ եմ նորից, որ համաձայնվեցիք հաղորդումը միասին ստեղծենք եւ էլի միասին արարենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ, որտեղ հանդիպումը շատ հաճելի դրական հանդիպում էր։ Եվ այն ամեն ինչ որ անում եմ ես, եթե լուսաբանվում է, ինձ համար շատ կարևոր է։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Բարին եմ ձեզ։ Ավարտելով Գենոֆոնդով հայերը հաղորդաշարը, սիրելի հետևորդներ, ապրենք սիրով, համերաշխությամբ եւ Աստծո օրհնությամբ։ Բարին եմ ձեզ։